Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ կառավարության հարգելի անդամներ, հարցս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է ուղղված։ Պարոն նախարար, հարցս կապված է առանձին վերցված գործատուների կողմից քաղաքիրավական պայմանագրերի չարաշահման հետ, ինչ նկատի ունեմ։ Մենք ունենք մի շարք ձեռնարկություններ, որտեղ ընդգրկված աշխատակիցները երկար տարիներ աշխատում են տվյալ ձեռնարկությունում, ամսվա կտրվածքով բոլոր աշխատանքային օրերը աշխատանքային են նրանց համար, բայց կնքված է քաղաքիրավական պայմանագիր, արդյունքում ստացվում է, որ մեր բազմաթիվ քաղաքացիներ չեն ստանում արձակուրդային վճարներ, չեն ստանում եկամտահարկի վերադարձ, կանայք հղիության եւ ծննդյան արձակուրդի գումար չեն ստանում եւ այդ քաղաքիրավական պայմանագրերը ցանկացած պահի կարելի է հեշտությամբ խզել։ Ինչ դիտարկում ունեք այս մասով, ծանոթ եք խնդրին, թե ոչ, շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, շնորհակալություն հարցի համար, ասեմ, որ մենք օրենքով լիազորություն ենք վերապահել աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնին, ամբողջությամբ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ասեմ, որ միջ այդ օրենքի փոփոխությունը նման լիազորություն տեսչական մարմինը չուներ աշխատանքային օրենսգրքի համատեքստում եւ քանի որ արդեն մենք ունենք այդ հնարավորությունը աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային պայմանագրերի, արձակուրդային վճարների եւ առհասարակ ցանկացած կարգավորում, որը որ վերաբերում է աշխատանքային օրենսգրքին եւ եթե դրանք խախտվում են, դրա ամենակարճ ճանապարհը դիմել աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնին։ Ես ձեզ առաջարկում եմ, որ հասցեագրել կամ խմբավորել նմանատիպ կոնկրետ դեպքեր ուղղել մեզ, մենք չնայած որ իբրև ազգային ժողովի падգամավոր դուք նույնպես կարող եք տեսչական մարմնին վերահասցեագրել կամ ուղիղ հասցեագրել, բայց մենք որպես աշխատանքի ոլորտի պատասխանատու պետական գերատեսչություն հետաքրքրված ենք ձեր կոնկրետ տված դեպքերի հետ կապված ուսումնասիրենք եւ ինքներս նախաձեռնենք աշխատանքի տեսչական մարմնի հետ քննարկում հասկանալու համար ինչպիսի դեպքեր, որտեղ հնարավոր են աշխատանքային օրենսգրքի խախտումներ, աշխատանքային պայմանագրի խախտումներ եւ այլն, բայց դրանք բացահայտելու, կանխարգելելու լիազորություն տեսչական մարմնը։ Մենք կարգավորում ենք ընդհանուր սահմանադրություն օրենսգիրքը եւ նույն օրինակ արձակուրդայինների մասով, երբ որ մենք աշխատանքային օրենսգրքի փոփոխություն իրականացրեցինք եւ շուրջ 40% աշխատանքային օրենսգրքի փոփոխվեց եւ հաստատվեց ազգային ժողովի կողմից, այնտեղ հստակ կարգավորումներ ունենք տրված նաեւ արձակուրդայինների մասով, որ պետք է գործատուն անպայման արձակուրդի հնարավորությունը տա, եթե չի տրամադրում, ապա օրենքով է սահմանված, որ ուրեմն այդ արձակուրդը պետք է տրամադրվի։ Հետաբար ես խնդրում եմ, եթե կան նմանատիպ խումբ հարցեր, հասցեագրեք մեզ եւ մենք տեսչականի հետ կաշխատենք։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն նախարար, ես հիմա ձեռնարկությունների անունները չհրապարակեմ, մենք օրինակ բժշկական կենտրոններ ունենք, որտեղ բաժանմունքում 30-40 բժիշկ են ընդգրկված, 80%-ը երկար տարիներ, ոմանք տասնյակ տարիներ աշխատում են քաղաքիրավական պայմանագրով ու նշված խնդիրները ունեն ու մենք որքան ուսումնասիրում ենք աշխատանքային օրենսգրքի խախտում կարծես ձեռնարկությունը թույլ չի տալիս եւ այստեղ գալիս է հնարավոր օրենսդրական բացի գոյության եւ այդ բացը փակելու հարցը ես առաջարկում եմ ձեզ նաեւ գլխադասային հանձնաժողովի պատգամավորների հետ, փորձագետների հետ մենք համատեղ քննարկում կազմակերպենք հարցը եւս մեկ անգամ ձեզ հետ միասին ուսումնասիրենք եւ եթե կնկատենք գնանք բացը փակելու ուղղությամբ, եթե չէ արդեն տեսչականի ջանքերով հասցեագրենք։ Շատ լավ, պարոն Մկրտչյան, ըստ էության աշխատանքային օրենսգրքի փաթեթի փոփոխությունը բավականին լայն եւ բավականին համապարփակ քննարկումներով է անցել եւ եթե չեմ սխալվում նաեւ ընդդիմությունն է հաստատել այդ նախագիծը քվեարկել կողմ, բայց այնուամենայնիվ միշտ կան խնդիրներ, որոնց պետք է հասցեագրել, մենք պատրաստ ենք
Տիկին Տիգրանյանի հետ էլ կաշխատենք, բայց եթե կան խնդիրներ, որոնք որ առնչվում են տեսչական մարմնին, այդ մասով էլ պատրաստ ենք առանձին քննարկում նախաձեռնել։